Խորհրդարանում Վիլեն Գաբրիելյանի դուռը փակ է։ Սկանդալային վարկով աչքի ընկած իշխանական պատգամավորն ավարտում է օրենսդիրի կարիերան։ Մանդատը վայր դնելու որոշումը միանձնյա է, թե SMS հաղորդագրություն է ստացել։ Էպիկենտրոնի հարցին Գաբրիելյանը պատասխանում է Հանրապետության հրապարակում։ Ինքնուրույն կայացրեցիք այդ որոշումը մանդատը վայր դնելու, թե ճնշումներ։ Դուք տեսել եք այդ վիդեոները իմ մասնակցության։ Նորմալ մարդ, խելամիտ մարդ, պետք է ինքնուրույն չկայացներ այդ որոշումը։ Այլ հարցերի մասին խոսելու տրամադրություն չունի։ Ասել եմ, պրծել եմ, բան չկա խոսալու։ Ոչ մի մեկնաբանություն։ Ոչ մի մեկնաբան, ասում եմ ձեզ, այդ վիդեոները տեսել եք իմ ներկայությամբ։ Տեսել ենք բոլորը։ Դե ասում եմ, խելամիտ մարդ պետք է այդ որոշումը չկայացներ տեղում։ Գյումրիում երբ տրամադրությունն ուրիշ էր, մանդատի մասին դիրքորոշումն էլ բոլորովին այլ էր։ 26-ին իշխանությունը փոխվել է, այլ մանդատս վայր։ Արմեն Խաչատրյանը լրագրողներից է տեղեկանում գործընկերոջ որոշման մասին։ Մայրադրել։ Հա, իր էջում ա գրել, չէ՞ տեղյակ չէ։ Տեղյակ չէ։ Խաչատրյանը Գաբրիելյանի վարքագծի մասին հարցին հարցով է պատասխանում։ Բայց ի՞նչ է խախտել պարոն Գաբրիելյանը, եթե եղել է ոչ թափ վիճակում, Կիրակի օրով Գյումրիում ինչ-որ մի բանով արգելված է, որ լինի ոչ թափ վիճակում, հա։ Արմեն Խաչատրյանը շարունակում է, ինքն էլ երբ Գյումրի է գնում կարող է և մեկ բաժակ գինի խմել, սակայն մանդատից հրաժարված պատգամավորը նաև հայոել էր տեսախցիկի առջև։ Լրագրողին չի կարելի հայոել, բայց լրագրողն էլ չի կարող սադրել։ Մանդատը վայր դնելու որոշումը Խաչատրյանի խոսքով հարգանքի արժանի քայլ է։ Ես չէի ուզենա, որ իհարկե իմ գործընկերը Վիլենը մանդատը վայր դներ, որովհետև նա բավականին լուրջ գործունեությամբ է զբաղված եւ իր աշխատասիրությամբ եւ ամեն ինչով աչքեր են գնում։ Քրիստինե Վարդանյանը չէր սպասում, որ իշխող ուժի պատգամավորը աղմկոտ միջադեպից հետո կհրաժարվի մանդատից։ Քանի որ 7 տարի մենք այլ վարքագիծ ենք տեսել ենք մարդկանց վրա թքել մարսել, մի քանի շաբաթ առաջ ընդհանրապես տեսել ենք, որ ոչ ալկոհոլ օգտագործած վիճակում, այսինքն արդարացնող հանգամանքներն էլ չկային գոնե լրագրողի նկատմամբ Անդրանիկ Քոչարյանի կողմից վարքագիծը եւ որին ոչինչ չի հետեւել, հետեւաբար սա նորմալ ստանդարտ վարքագիծ է ցանկացած պարագայում, բայց իշխանության դեպքում նորմալ բանը դառնում է ինչ-որ աննախադեպ երևույթ, որովհետև ինչ է տեղի ունեցել 7 տարվա ընթացքում, չգիտեմ էլ ուրիշ դեպք էլ չեմ հիշում, որ պատասխանատվության դրսևորման նշույլ է եղել։ Facebook-յան գրառման մեջ Նավակ ճոճողը մականունով հայտնի Գաբրիելյանը նշել է, որ Գյումրիում իր մասնակցությամբ միջադեպերը համարում է ոչ վայել պատգամավորի վարքին եւ ներողություն է խնդրել։ Խորհրդարանից հեռանում է, բայց քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ոչ։ Կարծում է հարազատ կուսակցությունն ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք, ուստի ինքն առաջադրվում է որպես ՔՊ վարչության անդամի թեկնածու։ Փողոցային հայոյանքներով աչքի ընկած ՔՊ-ականն իր հրաժեշտի գրառումը եզրափակել է սևակյան տողերով։ Հանուն վաղվա ճշմարտության, թող որ այսօր լինեմ սխալ։ Իզաբելլա Հովհաննիսյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։